Իհարկե մենք եւ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից եւ խոսում ենք բարիդրացիական հարաբերությունների հաստատումից, պետք է նշենք նաեւ, որ կան այնուամենայնիվ հարցեր, որոնք այս պայդրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում կամ չգիտեմ գնահատվում են որպես առավել դժվար լուծելի եւ այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք ուրեմն Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը մյուս հումանիտար հարցերի կողքին ինչպես օրինակ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն կան բազմաթիվ այլ հարցեր եւ եթե ինձ հարցնեք իմ մասնավոր դիտարկումը իմ մասնավոր դիրքորոշումը այս մասին այնուամենայնիվ մեծ խոչընդոտ է որը դեռ բարդությունը հետք է նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետք է եւ որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն դա անշուշտ երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են դա կրկին օբյեկտիվորեն հաշվի առնելով նաև թշնամանքի եւ ուրեմն արյան պատմությունը որը կա երկու երկրների միջեւ բայց մենք հավատալով այն ամենին ինչին ես քիչ առաջ ասեցի հավատալով նաև անհրաժեշտությանը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ համագործակցային մթնոլորտի միջավայրի ձևավորմանը քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը սահմանազատման գործընթացի ուրեմն բաղադրիչը երևի նորից արժի մի առանձին լույսի ներքո ներկայացնել ընդգծել կրկին վերադառնալով մանիպուլյացիաների թեմային հիշում եք երբ սահմանազատման հանձնաժողովների միջև պաշտոնական անվանումները հանձնաժողովների մի քիչ ավելի երկար են այլ սահմանային հարցերով հանձնաժողովների միջև կնքվեց կանոնակարգը եւ այնուհետեւ վավերացվեց ազգային ժողովում այնտեղ կար մի այսպիսի դրույթ որ կողմերը սահմանազատումը շարունակել են իրականացնել Ալմաթայի հռչակագրի ուրեմն հիման վրա որպես հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը եթե խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման ուրեմն պայմանագրում այլ բան չպայմանավորվեն կողմերը եւ հիշում եք այդ ամբողջ ուրեմն բանը ալիքը այն մասին որ հիմա այստեղ այս պայմանագրում լրիվ այլ բան կպայմանավորվեն եւ այդ Ալմաթան խապկանք է ընդամենը արդեն այսօր առիթ ունեցա նշելու որ խաղաղության պայմանագրում հստակորեն ամրագրված է եւ Ալմաթայի ուրեմն հռչակագիրը եւ այն որ կողմերը կշարունակեն սահմանազատում արդեն վավերացված կանոնակարգի համաձայն եւ ըստ էության այս հարցն էլ կարող ենք համարել փակված գործընթացը շարունակվում է իհարկե փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի համանախագահությամբ մեր կողմից եւ ավելի մանրամասն այս մասին խոսելու նաեւ իրավունք չեմ վերապահում ինձ, բայց իհարկե մեր 2026 թվականի պլանները եւ կատարված աշխատանքը չեն սահմանափակվում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ կամ հաստատված խաղաղության ուրեմն ինստիտուցիոնալացմամբ դրանք ավելին են